Հայաստանում կեղծիքներով անցած ընտրություններից հետո ընդդիմությունը այնուամենայնիվ որոշեց մանդատները վերցնել եւ պայքարը շարունակել նաեւ ԱԺ-ում, մասնավորապես խոսքը գնում է Ուժեղ Հայաստանի մասին եւ այս եւ այլ հարցեր շուրջ այսօր ես զրուցել եմ հենց Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավոր Գառնիկ Դավթյանի հետ։ Ողջույն Գառնիկ ջան։ Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Սիրով։ Ոնց ասում են միշտ պատրաստական։ Շնորհակալություն։ Ընտրությունները անցան բռնաճնշումներով, կեղծիքներով եւ ընտրությունների հենց գիշերը ազգակործան պատուասը դեռ հաշվարկը չավարտված հայտարարեց, որ իրենք են իբրև թե հաղթել եւ մարտիկ կարծես թե սպասում էին հետընտրական զարգացումների, որոնք որ մեծ հաշվով տեղի չունեցան։ Ավելին ընդդիմությունը եւ տվյալ դեպքում Ուժեղ Հայաստանը որոշեց, որ գնում է պարլամենտ։ Ինչու՞։ Ինչ խնդիր ենք լուծելու պարլամենտում եւ որն է հաջողության հասնելու մարտավարական ճանապարհը կամ ճանապարհային քարտեզը այս իշխանություններին հեռացնելու։ Մինչև հարցին պատասխանելը կուզեի երկու կարևոր դիտարկում անեի, առաջինը կապված ուրեմն ընտրակեղծիքների եւ իհարկե փողոցային պայքարի տրամաբանությամբ, որովհետեւ գիտեմ սոցիալական ցանցում շատ է քննարկվում դա։ Ես սրա մասին մի քանի անգամ կարծիք հայտնել եմ, բայց կարելի է նաեւ ձեր լսարանը հասանելի դարձնել։ Ես ավելի քան համոզված եմ, որ սոցիալական ցանցում գեներացված փողոցային պայքարը իրապես գետնի վրա տարբերվում է իրական փողոցային պայքարից։ Ես տեսել եմ այդ կոչերի եւ հայտարարությունների տակ ոչ թե ռեալ փողոցային պայքարի ցանկություն, այլ պարզապես ընտրություններում Ուժեղ Հայաստան դաշինքի ցանկալի արդյունքին չհասնելու անկարելիության խնդիրը ել ավելի խորացնելու տակ։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև գիտեք, տարբեր փողոցային պայքարներ ներգրաված եղել եմ, մի խոսքով ճանապարհ փակելուց եւ մնացած այլ գործողություններում, այստեղ միշտ կարևոր տարանջատում պետք է լինի ռեալ փողոցում գտնվող մարկանց եւ այսպես ասած տելևիզորից էսկոմ, հա, մարկանց միջև on-line նայող։ Միշտ դրանք շատ մեծ տարբերությամբ են եղել։ Փողոցային պայքարի մարդիկ սկզբնական փուլում, հա, միշտ ավելի, ասում եմ, փողոցից դուրս տանը նստած մասից ավելի քիչ են եղել։ Եվ այն մարդիկ, ովքեր որ ես չեմ ասում բոլորն են այդպես, պարզապես գիտեմ, որ այդ քարոզչական ուղղությունը հատուկ միտումնավոր էր տարվում, որպեսզի մենք այդ դրա ճնշման տակ դուրս գայինք փողոց, բայց մենք լավ գիտենք, որ փողոցային պայքարը հիմա այս պայդրությամբ արդյունավետ չէր լինի, որովհետև մենք ունենք նոր իրականություն ընտրությունների պարագայում եւ 21 թվականի խորհրդարանը որպես այդպեսին արդեն մայրամուտին է մոտենում, այսինքն նոր խորհրդարան է ձևավորվում, չնայած նրան, որ օրինակ Հայաստան դաշինքը շարունակում է մնալ խորհրդարանում, իսկ ուղղակի քաղաքական անկալումն է որպես այդպեսին մեկնաբան։ Սա այդ մասով, ընտրակեղծիքների մասով այստեղ մենք վիճելի հարց չունենք, իրականում ճիշտ եք ասում, ընտրակեղծիկ ասված ինքը երևի թե ավելի մեղմիկ նկարագրություն է այն process-ների նկատմամբ, որոնք եղան հունիսի 7-ի օրը 2026 թվականի եւ կոնկրետ Ուժեղ Հայաստան դաշինքի պատասխանատուների մարզայինների մասն է խոսքը եւ նաեւ Երևան քաղաքի եղել է գրասենյակի ուրեմն աշխատանքի կասեցման խնդիր ուժայինները դիմակներով այո եւ բոլոր այն ճնշումները որոնք եղել են մինչեւ ընտրություններ չնայած դրան որ Նիկոլ Փաշինյանը շատ էր ուզում ներնա համադական մեծամասնություն չունեցավ դա ի շնորհիվ մեզ ընտրող եւ այն մարկանց ովքեր որ հունիսի 7-ին գնացին ընտրությունների եւ սրա մասով ոչ թե ուղղակի գեղեցիկ խոսքերով շնորհակալություն ենք հայտնում, որովհետեւ իրապես դա կարևոր քայլ էր մարկանց կողմից եւ իրենց պետության հանդեպ պարտքը կատարելու եւս մի ձև էր։ Այն մարդիկ, ովքեր մասնակցել են եւ ձայնը տվել են ընդդիմությանը եւ հատկապես մեզ, ես որպես կուսակցության ներկայացուցիչ իմ խորին շնորհակալություն եմ հայտնում այդ բոլոր մարկանց եւ այն մարկանց, ովքեր մեզ ձայն չեն տվել, ես վստահ եմ, որ այն ինչ որ մենք խոստացել ենք ընտրությունների շրջանում, դա կլինի տնտեսական փոփոխություններ, դա կլինի քաղաքական խոսույթի նոր մոտեցում, դրանք անպայման գետնի վրա տեսնելու են։ Եվ ինչպիսի մարտավարություն կա, ես այսպես ասեմ, որպեսզի մենք կարողանանք հասնենք մեր բաղձալի երազանքին, կարծում եմ բոլոր հայրենատեր մարդիկ, ովքեր իրենց հայրենիքի հանդեպ անգամ 1% սեր ունեն,
ցանկանում է Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Նոր իշխանության, նոր ղեկավարի առաջ այո, օր առաջ իրան մերժել է, իրան ընդհանրապես իր պաշտոնից հեռացնել։ Եվ որպեսզի մենք կարողանանք դա անել, հարկավոր է խորհրդարանում ունենալ այնպիսի ծավալով ընդդիմադիրներ, որոնք կարողանան չնայած նրան, որ հիմա էլ կան, բայց հարաբերական առումով թվային ՔՊ-ի մասով այս անգամ ավելի քիչ ՔՊ-ը հարկավոր լինելու ժողովրդի պահանջը կատարելու համար։ Եթե մինչ այդ շատ էր, դրա ուղիղ կեսը հիմա է, այսինքն այս նոր խորհրդարանում, որը պետքա դեռևս ձևավորվի։ Հիմա կասեք, ինչպեսի իրավիճակներ կա, որ ձեր մոտից չեն տանել, ես միանգամից կոնտր հարցին փորձեմ պատասխանել։ Դե տեսնում ենք, որ նախորդի պարագայում ցավոք սրտի այդ փորձը կա։ Այո, ես այսպես ասեմ, 100% երաշխիք տալ, որ ԿՊ-ն հաստատ ձեն չի տա կամ մեզնից ձեն չեն գողանա, ես կարող եմ մեր մասով հաստատ ասել, բայց ԿՊ-ի մասով կարող եմ պնդումներ անել։ Մեր թիմի ժողովուրդը, մեր թիմակիցները, իմ թիմակիցները յուրաքանչյուր անհատականություն է ու իր մեջ ունի եւ որպես նոր դեմք, որը մինչ այդ քաղաքականության մեջ առհասարակ խորացված չի եղել եւ մարդիկ ցանկացել են նոր դեմք տեսնել, որտեղ մենք ժողովրդի ցանկությամբ ենք առաջնորդվում։ Եվ կան հղկված մարդիկ, ովքեր փորձառություն ունեն, անցել են տարբեր զրկանքների միջով եւ իհարկե հիմա փորձում են իրենց ներուժը ծառայեցնել հանուն Հայաստանի Հանրապետության։ Այս երկուսի, այսպես ասած, միքս իրար հետ տալիս է այն որակական հատկանիշները, որոնք կարող են գործածել ազգային ժողովում։ Ես գիտեմ, որ հեշտ չի լինելու, ոչ մեկ չի ասում, որ Նիկոլ Փաշինյանի թիմի եւ իր ուսապարկետ ցանկալի քննարկում կարող է լինել կամ հնարավոր չի լինել։ Պարզապես մենք չենք կարող այն մարդիկ, ովքեր որ վստահություն են տվել եւ չեն տվել նրա համար, որ մենք մենակ մանդատից հրաժարվենք, որովհետեւ դա ըստ երևույթին սահմանադրական ճգնաժամ չի ստեղծում ազգային ժողովում։ Մենք լսել ենք տարբեր հայտարարություններ հանձինած Ալեն Սիմոնյանի, որ եթե չգան այս ընդդիմությունը կբերենք ուրիշներ, կգան ուրիշներ ըստ երևույթին։ Ես վստահ եմ, որ եթե անգամ մանդատ չվերցնեինք, ավելի վատ հարցեր, ավելի կոշտ քննադատություն, արդարացի քննադատություն կլիներ այդ առումով, այսինքն կասին դուք չգիտեք, որ նման սցենար կարող լիներ, ձեր փոխարեն գային օրինակ Վազգեն Սարգսյանի եղբայրը որպես այդպես։ Շատ լավ։ Եվ այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ նախորդ ԱԺ-ի շրջանակներում ընդդիմությունը վերցրեց մանդատները, բայց մեծ հաշվով դա արդյունավետ չէր դրված նպատակին հասնելու համար, հա։ Փորձ արվեց նաև բազմաթիվ շարժումների միջոցով իշխանությանը պարտադրել հեռանալ, որը ցավոք ևս չստացվեց այս փուլում։ Դիտարկում եք պարլամենտում աշխատանքը զուգորդել փողոցային պայքարի հետ։ Որպեսզի հարցի պատասխանը հետաքրքիր լինի, ես փորձեմ ամենավերջում ձեր հարցին պատասխանել։ Յուրաքանչյուր գործընթաց ընդդիմության կողմից, որ ուղղված է իշխանություններին հեռացնելու, միանշանակ աներկբա պետք է կապված լինի փողոցի հետ։ Դա քննարկելի եղանակ չի։ Խորհրդարանը միայնակ չի կարող հեռացնել Նիկոլ Փաշինյանին, գիտենք թե ինչու, եւ փողոցը մենակ չի կարող հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Եթե իհարկե, օրինակ Նիկոլ Փաշինյանը մարտի 2 չուզի, մարտի 1 երկրորդ տարբերակով չուզի։ Դրա համար ամենաառաջինը մենք ինչ ենք անում, երևի թե տեսած կլինեք վերջին շաբաթներում մենք մարզային այցելություններ ենք կատարում, հատկապես այն գյուղեր կամ այն համայնքներ, որտեղ որ մենք տեղի ժողովուրդը մեծամասնությամբ մեզ ձայն տվել է։ Այսինքն մենք այդ գյուղում հաղթել ենք։ Իսկ որպեսզի այնպես չստացի, որ ալավ հերթական 5 տարին մեկվա խոստումներ եկան, ասացին անցան գնացին, մենք հիմա այդ մեր տնտեսական եւ նաեւ այլ խոստումները, որոնք որ արել ենք մեր ժողովրդին, այդ խոստումների հետևից գնում ենք։ Այն գյուղերում, որտեղ հաղթանակ ենք տարել, այդ մարդկանց սոցիալական տնտեսական վիճակը պետքա բարելավենք, որպեսզի այլ տեղերում ովքեր չեն վստահել, անուն են դրել, չեն հավանել մի խոսքով։ Այո, եւ մեր որակը գոնե առնվազն, քիչ համեստություն անեմ, գոնե առնվազն այդ մեկ օրինակով տարբերվում մնացածից։ Սամվել Կարապետյանը մեր ուժի ղեկավարը իր արժեվ նպատակ է դրել, որպեսզի այն գյուղերում, որտեղ ունենք հաղթանակներ, այդ մարկանց կյանքը որակական առումով էապես փոխվի։ Մաքսիմալը անելու ենք մեր կողմից։ Ոչ միայն կներեք ինչ որ աշխատատեղեր բացելով կամ սոցիալական հարցեր լսելով, այլ այդ մարկանց խնդիրները ազգային ժողովում հնչեցնելով, որը նույնպես կարևոր է։ Սամվել Կարապետյանը հետընտրական փուլում խոսեց ընդդիմության համախմբման անհրաժեշտության մասին,
նաև խոսեց կոնսուլտացիաների մասին եւ խոսեց, որ ապագայում նաև հնարավոր է հանրավակ լինի մեծ։ Ինչ փուլում է այդ գործընթացը, հատկապես անդիմադիր մնացյալ ուժերի հետ բանակցությունների կամ կոնսուլտացիաների ասպեկտում։ Եկեք ես փուլային մոտեցումների մասին չխոսեմ, ճիշտ չի լինի, էլի, որովհետև մեզ լսում են հակառակ բևեռի մարդիկ ու մարտավարական առումով, այո, մարտավարական առումով ճիշտ չի դա շեշտել, հանրության մասով այսպես ասեմ, քանի որ ես սիրում եմ գործել, նոր ցույց տալ, ոչ թե պարզապես խոսել ու սիրուն գեղեցիկ բառեր ասել, վերջում այլ բան դուրս գա։ Օգոստոսի 3-ին, երբ որ նոր ազգային ժողովը ձևավորվի, այդ ժամանակից սկսված մեր հայրենակիցները կտեսնեն մեր թիմի գործելավոճի, աշխատելաձևի եւ հաջողությունների հասնելու, այսպես ասած, տեսլականները եւ քայլերի մոտենալ այդ փուլին։ Երկրորդ դրվագով հանրահավաքի, գիտեք, մենք չենք ուզում մարդկանց պարզապես բերենք փողոց, մի քանի հոգի ելույթ ունենա բեմից, կոչեր անի ու դրանով մարդկանց ուղարկենք տուն։ Սա նախ առաջի հերթին մեծ պատասխանատվություն է, որ դու մարդկանց բերես փողոց կամ հրապարակ հանրահավաքի, դու պետք է ունենաս երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ քայլ, որը կբերի հաջողության։ Այո։ Դրա համար ժամանակ է պետք։ Ինչի համար եմ ասում։ Առաջի հերթին հարկավոր է, մենք գիտենք ինչ է սպասում, անկրավների հանձնում, սահմանադրության փոփոխություն, ադրբեջանցիների գալ Հայաստան, մոտավոր պատկերացնում ենք, որովհետև Ադրբեջանից բարձր պաշտոնյաների կողմից ազդակները կան, որպեսզի մենք կարողանանք մարդկանց ռեալ փաստերի վրա ուղղորդենք կամ մարդկանց հետ միասին փողոցում գործողություն անենք, օրենքի բոլոր սահմանները պահելով բնականաբար։ Հարկավոր է պրոցեսների զարգացում։ Մենք հիմա չենք կարող պարզապես փողոց գեներացնել, ասել դե գիտեք ինչ կա, սահմանադրությունը 1 ամսից փոխվելու է, օրինակ եմ ասում, պայման։ Մենք հիմա դուրս գանք, որ չփոխենք։ Բնականաբար կարող մի ամսից չփոխի, փոխի հաջորդ տարի։ Այսինքն, երբ որ կլինի ռեալ քաղաքական պրոցես, որը կբխի Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահերի դեմ, այսինքն կործանարար հետևանքների կբերի, ես կարծում եմ քաղաքական դաշտում ոչ միայն մենք, բայց թվում նաեւ մենք կլինենք այն առաջատար ուժը, ով կստեղծի հնարավորություն ժողովրդին իր բողոքի ձայնը բարձրացնելու։ Արմեն Աշոտյան, Դավիթ Ղազինյան, Ալիկ Ալեքսանյան, Գագիկ Ծառուկյան, բազմաթիվ այլ հայտնի անուններ, որոնց մի մասը կարող է շատ հայտնի լինել հանրությանը, մի մասը ոչ այդքան, եւ այնուամենայնիվ տասնյակ քաղաքական բանտարկյալներ կան այսօր Հայաստանի Հանրապետությունում, նաեւ հենց ուժեղ Հայաստանից։ Ինձ հետաքրքիր է ինչպիսի մարտավարություն ունեք Հայաստանում քաղաքական բռնաճնշումների դադարեցման եւ քաղաքական բանտարկյալներին օր առաջ ազատ արձակելու համար, ազատ արձակմանը հասնելու համար, որովհետեւ մենք տեսնում ենք, որ այս ռեժիմը չունի որևէ արգելակներ եւ բռնաճնշումները օրորի ավելի մեծ թափ են հավաքում եւ քաղաքաբանտարկյալների հարցը այսօր շատ առօրեական է։ Ցավոք պետք է արձանագրենք, որ այն բռնաճնշումների ճաշակային նմանությունը, որը կա Հայաստանում, շատ նման է Ադրբեջանում։ Եվ մարդկանց գլխին գործ կարելը, որ ասում է ժողովրդական խոսքով, ափաշքարաձևով, այսինքն նենց են անում, որ անգամ իրավունքը կողքում առանձին անկյունում կանգնած լաց է լինում, անկեղծ։ Նույնը Ադրբեջանում են անում, ընդդիմադիրներին կալանավորում են սպეციფიկ հոդվածներով։ Ոնց որ նաև այստեղ, ասենք, ընտրակաշարք, ահաբեկչություն, սահմանադրական կարգը տապալելու փորձ, նույն բանը Ադրբեջանում է։ Լրիվ նույնը, անկեղծ եմ ասում, ոչ մի տարբերություն։ Միգուցե կոռացիան միտեղից է գալիս, սա էլ կարանք քննարկել։ Ինչ վերաբերվում է մեր հայրենակիցներին, նաև մեր գործընկերներին եւ նաև իմ թիմակիցների դեմ ճնշումները մեղմելու առումով։ Դրա համար կան միջազգային կառույցներ, կան միջազգային գործընկերներ, ովքեր կամա թե ակամա, երբ որ դու այդ մարդկանց փոխաբերական իմաստով ասած աչքը մցնում ես բազմապիսի փաստեր եւ քննարկումների առիթ օրակարգ է ստեղծում քննարկումների, այդ մարդիկ ինչ որ իմպուլս պետքա հետ տան։ Ցավոք սրտի, ես իհարկե գիտեմ, ինչպեսի քննադատություն հիմա կասեք, դե այսքան ժամանակ Նիկոլը ինչ ասես չի արել, միջազգային հանրության կողմից չի ոչ մի ձևով դատապարտում, այո, այդ խնդիրը կա, Պարզապես
մենք պետք է գտնենք համախոհ գործընկերների միջազգային հարթակներում, ովքեր կիսում են այն մոտեցում, որ Հայաստանը չպետք է վերածվի ադրբեջանական ինչ-որ մարզի, հա, եւ կարողանանք այդ մարդկանց հետ համակեցությամբ եւ աշխատանքով գոնե դրսից ինչ-որ մի ճնշման գործիք ստեղծենք։ Արդյոք դրա համար չպետք է լինի փոց։ Ինչու գոնե քաղաքական բանտարկյալների համար, ազատության համար դուք փողոցում չեք։ Տեսեք, լավ հարց եք տալիս, բարձրապես ես մի բան կասեմ, եթե մեր Հայաստանի Հանրապետությունում փողոցային պայքարը լիներ որպես գործիք բռնաճնշումները դադարեցնելու, այսպես ասած, քայլերի հաջորդականություն, մենք չենք ունենա քաղաքաբանտարկյալ հիմա, քաղաքաբանտարկյալներ ներողություն, չենք ունենա։ Մենք պետք է իմիտացիա չանենք, չկա ու ավելի են լկտի անում։ Մենք տեսեք, մենք չպետք է մի բան պետք է ընդգծենք, կապ չունի որ Նիկոլ Փաշինյանն է, մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրը պետք է ունենա կարմիր գիծ եւ երբ որ խոսքը գնում է քաղաքական բանտարկված մանցանց հանդեպ մասին խոսք, այդ կարմիր գիծը երբեք չպետք է ուղղակի իմիտացիոն սկզբունքով անցկացվի։ Այսինքն, եթե մենք փողոցային պայքար անենք ու իմանանք, որ դա կտա արդյունք մարդիկ լինեն ազատության մեջ, անենք, բայց մենք լավ գիտենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը չունի այդ առումով կարմիր գծեր, հատկապես որ միջազգային գործընկերներից ոմանք, այսպես ասած, քարտ բլանշ են տվել Նիկոլ Փաշինյանին այդ առումով, բայց մի հատ կարևոր հանգամանք շեշտեմ։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայությունը ոտնահարվում է, ոնց ասես, ինչ անկյուններից ասես, սրա մասին պետք է փորձել հատկապես դրսում համախոհ մտածող անձանց անհատական, ես ոչ թե խոսում եմ միայն մի կառույցի մասին, օրինակ Եվրոխորհրդի կամ ԵՄ, ոչ, ես մենակ կառույցի մասին չեմ խոսում։ Կան աշխատանքներ, լոբիստական ընկերություններ, ինչ են, ես որպես օրինակ բերեմ, հա, կամ տարբեր քաղաքական խոսույթներ առաջ տանող կազմակերպություններ աշխատում են ինչ-որ ուղղությամբ, որպեսզի դու հաջողություն ունենաս։ Հիմա մեր ուժը դրսում ներկանալու հնարավորության պարագայում կարողանալու է համախոհ գործընկերներ գտնել, որ կարողանա այս process-ը իր ճնշում ունենալ։ Բայց մենք լավ գիտենք Նիկոլ Փաշինյանի կերպարը եւ մոտեցումը մարկանց բանտարկելու ֆետիշացված է, ինքը այդ առումով հաճույք է ստանում, նկարահանում է, կանոնավորում առանց հիմքի, առանց որևէ լուրջ մեղադրանք չկա անգամ այդ առումով։ Այստեղ բանաձևը պետք է, ինձ թվում է, ավելի շատ մշակվի, նոր մոտեցում, որտեղ մինչ այդ մոտեցումները չեն գործել։ Ես հիմա չեմ կարող այսպես գեներացնել մի միտք, որը որ իր տակ հիմք չի ունենա, որտեղ անպատասխանատու հայտարարություն կստացվի, ուղղակի պետք է հասկանալ եւ մեխանիզմ մշակել, որ այս տեսակ խայտարակ ճնշումները էապես նվազեն, որտեղ մենք գիտենք վերացնել հնարավոր է միայն այս ճնշումները մի պարագայում, երբ Նիկոլ Փաշինյան չլինի։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը, ով իրենց քաղաքական establishment-ում ոչ վերջին մարդն է, եթե չասենք, որ բազմաթիվ գործընթացներ նա է համակարգում, հայտարարեց, որ այսպես կոչված խաղաղության հասնելու համար կամ այդ պայմանագիրը կնքելու համար պետք է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոխվեն այն դրույթները, որոնք իրենց ձևակերպմամբ պահանջներ են պարունակում Ադրբեջանի հանդեպ, դա բնականաբար անկախության հռչակագրի մասն է խոսքը, եւ հայտարարեց, որ իրենք տեսնում են ընտրությունների արդյունքները, բայց դա արդեն Հայաստանի իշխանությունների ներքին գործն է, թե ինչպես սահմանադրությունը կփոխեն։ Ձեր կարծիքով այդ ճակատում ինչպիսի գործընթացներ են սպասվում։ Նախ եկեք մի բան արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը ու Իլհամ Ալիևը պարզապես չեն բանակցում, հա, պես դա խաղաղության պայմանագիր չի, դա միակողմանի թելադրված փաստաթուղթ է Ադրբեջանի թելադրանքով։ Ինչպես Ալիևն էր ասում, դա մոնոլոգ է։ Այո։ Մի բան եմ, մի հատ այսպես հիպոթետիկ հարց բարձրացնեմ կամ ռետորական հարց բարձրացնեմ, որպես այդպեսին։ Մենք ունենք երաշխիքներ կամ գոնե մեկ երաշխիք, եթե սահմանությունը փոխվում է, ինչպես Իլհամ Ալիևն է ասում Նիկոլ Փաշինյանին, մենք դրանից հետո նոր պահանջներ չենք ունենա։ Չկա նման երաշխիք։ Կա մի երաշխավոր պետություն կամ երաշխավոր պետություններ, որտեղ մենք մեկ օրինակ ունեցել ենք ու կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության դեպքում մեկից ավելի երաշխավոր է պետք։ Կարող են այդ երաշխավոր պետությունները ստիպել Ադրբեջանին, որ դրանից այն կողմ չանցնել։ Նախ առաջինը չկան երաշխավորներ, երաշխիքներ չկան դրա հետ զուգահեռ։
Հետևաբար ես ունեմ հիմնովին կասկած ու անգամ պնդման որպես պնդում ձևավորվող քաղաքական խոսք, որը իրենց ենթադրում է հետևյալը. եթե մենք գնում ենք այդ ճանապարհով խաղաղության պայմանագրի համատեքստում այդ սահմանությունը փոխելու, կարա գա օրինակ ադրբեջանցիների վերադարձի հարց, որը տրամաբանորեն հաջորդող քայլն է լինելու։ Օրինակ կարա լինի տարբեր պահանջներ, մասնավորապես եկեք այսպես մի քիչ եկեղեցու դեմ փոփոխությունները, Վեհափառ Հայրապետի դեմ ես դա անվանում եմ, ասենք, ահաբեկչական արշավանք։ Երևանում մզկիթ բացել է։ Այո, այսինքն տարբեր բաներ կան, հա։ Մենք ունենք արդեն փորձառություն ու ես ոչ թե ասում եմ Նիկոլ Փաշինյանը չգիտի, դա ինքը շատ լավ գիտի, պարզապես կատարածու ինքը ղեկավար է։ Մենք ունենք շատ բազմապիսի ապացույցներ, որ մի բան ասել է Ադրբեջանը, հետո նորն է դրել։ Օրինակ, ամենավառ օրինակը բերեմ, երբ որ դեռևս կար Արցախը, Լեռնային Ղարաբաղ հակամարտությունը որպես այդպեսին, ինչ են ասում Թուրքիան ու Ադրբեջանը։ Հնարավոր կլինի հարաբերությունները, սահմանները բացել, երբ որ վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Փաստացի հիմա Արցախը օկուպացված է, այսինքն լղիմ հատվածը իր հարակից տարածքով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ դրան զուգահեռ չունենք Թուրքիայի հետ հարաբերություններ։ Չկա բաց սահման։ Այո, չկան բաց սահմաններ։ Ես ուղղակի ամենավառ օրինակը բերեցի։ Նման դրա համար ասում եմ, մենք չունենք այդ երաշխիքները, որ եթե մենք գնանք դրա ստորագրման, հատկապես որտեղ շատ խնդրահարույց հարցեր կան, դրանցից մեկն ասեմ, անխոչնդոտ կապի մասին ձևակերպումը։ Շատ հարցեր կան, բայց ըստ երևույթին մենք չգիտենք Ադրբեջանի այդ ստոպ գիծը որտեղ է, որովհետև եթե դիմացի պետությունը չունի ստոպ գիծ, ինքը նպատակ ունի քեզ ոչնչացնելու։ Քեզ եւ չեմ ասում անպայմանամատնի բոլորին փրտի, հա։ Ես խոսում եմ որպես սուբյեկտային պետություն, որպես կարծիք հայտնող պետություն, որպես քարտեզի վրա առանձին մշակութային, ավանդական եւ քաղաքական մտքի ձևավորող պետություն չլինի։ Իսկ երբ որ դիմացիդ քո հակառակորդը կամ թշնամին չունի այդ կարմիր գիծ, ինքը միտված է քեզ ոչնչացնելու։ Իսկ սա էլ էս մեր երկրի ոչ բարող ղեկավարը իր վարկով, իր խոսույթով, իր գործողությամբ չի ասում. Եղբայր, հիմա թե ասա տնամ այդ վերջի ստոպը որտեղ է։ Ընդհակառակը ինքը հայտարարում է, որ Տիգրանաշյանը ըստ էության պատրաստական է հանձնել։ Այո։ Եվ բոլոր նշաններից երևում է, որ մոտ ապագայում այդ անկլավների հարցն է լուծվելու, եկեք փորձենք հասկանալ ռազմավարական առումով ինչ վտանգներ է պարունակում Հայաստանի Հանրապետության համար այսպես ասած անկլավների հանձնումը Ադրբեջանին։ Մի հատ կարևոր դիտարկում ուզում անել, որը հենց այս հարցի հետ է կապված։ Ամեն անգամ երբ որ խոսքը գնում է տարածք տալու մասին, ես ասենց ակամայից հետ եմ գնում 18 թվականից առաջ ու ասենց հարց եմ ինքս ինձ բարձրացնում, ասում եմ, եթե օրինակ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք 1 մմ հող այսպես ափր-ցփր բաժանվեր, ինչ կաներ ժողովուրդ։ Ու պատասխանը միանգամից գտնում եմ, բայց նաև դրա պատճառ-հետևանքային կապն կա, ինչու ենք հիմա մենք այս օրին։ Վերջին 20 թվականից հետո վերջին 6 տարում Նիկոլ Փաշինյանը կարողացել է հասարակության մեջ ոչ միայն սև-սպիտակ մտցնել, այլ մարկանց ուղեղները լվանալ։ Ինչ առումով։ Շատ հաճախ, երբ որ մարդը չունի հարցերի պատասխան, ակնկալում է, որ հարցի պատասխան գտնի ու բավարարվի այդ հարցի պատասխանով, Նիկոլ Փաշինյանն այդտեղ առաջի դեմքով հանդես գալիս։ Սկսում է մարդկանց մանիպուլացնել մեր ժողովրդին, խաբել, տեղեկատվական օրվա մեջ 100-ից ավել ինֆորմացիա գալիս, տարբեր ցնծության, այսպես ասեմ, այսպես ուշադրության արժանի տարբեր տեղեկատվություններ են գալիս։ Մարդը չգիտի որը ֆիլտրի, բայց ամենակարևոր թիրախն ինքը վերցնում է, որին խփի, որ մարկանց մոտ դիմադրողականությունը մտածելակերպի կոտրի։ Քաոսական մեխանիզմներ են գործարկում։ Դրա համար մարկանց երբ որ փողոցում չեմ ասում բոլորին, բայց կան, հա, որ բարբերաբար տարբեր սոցիալական հարթակներում երևում են, հող տալի իրենց համար նորմալ երևույթ է դարձել։ Անկեղծ եմ ասում, ես դա չեմ կարող երբևիցե ընդունել իմ ամբողջ գիտակից եւ խոր ծերության ժամանակ, այդ ես երբեք չեմ ընդունի, բայց մարդիկ կան, որ ընդունում են։ Հիմա անկլավների հարցով եւ սահմանագծման այդ կեղծ օրակարգի շուրջ ստեղծված Ադրբեջանի ցանկությունները կատարելու միտումը շարունակական է լինելու։ Ես բոլոր հարցերի լուծումը տեսնում եմ միայն Նիկոլ Փաշինյանի փոփոխությամբ, անկեղծ եմ ասում։
Որովհետև տեսեք, շատ հաճախ մարդիկ, օրինակ, որ քննադատում են մեզ կամ ընդհանուր ընդդիմությունը, այդ քննադատությունների մեծ մասի հիմքում ընկած է իշխանական լծակների գործարկումը, որ ինչ-որ բան օգուտ Հայաստանի լինի, բայց չէ, այդտեղ կա մի հատ մեծ խորը անդունդ։ Ընդդիմությունը ինչքան էլ որ լինի խորհրդարանում, մաս կազմի իշխանության չասեմ, կառավարման ինչ որ մի շրջանի ինքը որոշիչ դեր որպես այդպիսին մեծ փոփոխությունների չունի։ Եվ այստեղ գալիս է պաշտոնի նշանակման հարցը, որ վարչապետն է նշանակում, եւ խորհրդանում մեծամասն մի խոսքով շատ հարցեր կան, բայց ընդդիմությունը այն կոկորտի փուշն է, որը միշտ ծակում է ու ասում է դու ունես մտտեղ, որտեղ կարաս քաղաքական իմաստով խեղդվես, պետք չի առաջ գնաս։ Հիմա մենք պետք է այդ որակական եւ մոտեցումների նախորդիվ սխալներ արած դասեր քաղվեն, նոր մոտեցմամբ այդ process-ի դեմ պայքար, որպեսզի հերթական սխալները չլինեն, ոնց որ եղան։ Ես ոչ թե քննադատում եմ, այլ ուղղակի փաստերն եմ առաջ բերում, որովհետեւ ես էլ եմ հասկանում, այո, սխալներ եղել են, բայց ես չեմ ուզում քննարկեմ դրանից 26 թվականի 16 ամսի 16-ից առաջ տեղի ունեցած շարժումների, այսպես ասած, սխալները եւ ճիշտ ուղղությունը, դրա մասին շատ է խոսվել։ Պարզապես պետք է մեր հասարակությանը ցույց տալ ալտերնատիվը որպես այդպեսի։ Դրա համար դրա ամենափոքր մաս է կազմում, շատ բաները այսպես բաց եթերում չեմ ասիլ, դրա մաս է կազմում գյուղական համայնքներում, գյուղերում եւ խոշոր քաղաքներում, որտեղ հաղթանակ ենք տարել, ռեալ գետնի վրա գործ անել։ Որպեսզի մարդկանց մոտ այդ կարծրատիպը կոտրվի, երբ որ դու մի հատ կարծրատիպ կոտրում ես, կարաս արդեն քո այդ հիմքը հաջողության համար ես դրված։ Այսինքն ինքը ստացվում է, գիտենք նաեւ, որ օրենքով 1 տարի impeachment չի կարա Նիկոլ Փաշինյանը անվստահություն հայտնենք, մի խոսքով այդ խնդիրները կան, բայց մենք պետք է ժամանակը ոչ թե օգտագործենք պարզապես ազգային ժողովում սուր ելույթներ ունենալով կամ 2-3 քաղցր խոսք ասելով, ոչ, մենք պետք է բացի դրանից էլ դա էլ պետք է արվի, նաև գործ պետք է արվի, ռեալ գետնի վրա շոշափելի մարդիկ, որ աշխով էլ տեսնեն, գործ պետք է արվի, որ մարդը քեզ տեսնի, ասի, ես տղեն, ես թիմը, ես քաղաքական ուժը խոսքի տեր ուժա, որ կարողանաս հետո փողոց գեներացնես, մարդիկ իմանան ում համար են գալիս ու ինչ նպատակով են գալիս։ Սա ուղղակի մի փոքր մաս եմ ասում։ Շատ բաները չեն բացվի այսպես էլի։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրով։ Իմ հյուրն էր Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավոր Գառնիկ Դավթյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, շարունակեք աջակցել ալիքին, Patreon, Super Chat, Donation Alerts, կրիպտոարժույթ, քարտային դրամական փոխանցումներ եւ կհանդիպենք հաջորդ շաբաթ։